Ողջույն, այսօր մենք բացահայտելու ենք մեր իրականության ամենապարտաճանաչ, ամենակարգապահ, ամենահայրենասեր տղամարդկանց։ Խոսքը իհարկե մեր զինվորականների մասին։ Մարդիկ, ում շնորհիվ մենք պահպանում ենք մեր պետականությունը եւ ամբողջականությունը։ Եվ անկախ եղանակային պայմաններից, անկախ տրամադրությունից եւ անկախ առողջական վիճակից նրանք միշտ պատրաստ են կատարել իր ուսերին դրված ծառայողական պարտականությունները։ Զինվորականները այն մարդիկ են, ովքեր անկախ եղանակային պայմաններից, անկախ առողջական վիճակից, անկախ տրամադրությունից պետք է կատարեն իրենց ուսերին վրա դրված ծառայողական պարտականությունները։ Զինվորականը իր վարքով եւ հագուստով պետք է հավատ ներշնչի, այսինքն եթե դուք ուզում եք դառնալ զինվորական, ապա պետք է հրաժարվեք երկար մազերից եւ նորաձև հագուստից։ Ինքներդ պատկերացրեք, որովհետեւ գնդապետ ճղած ջինսերով եւ երկար մազերով պարում է Երևանյան ակումբներից մեկում։ Հնարավոր չի։ Առավոտյան նախավարժանք, տարածքի մաքրություն, ֆիզիկական պատրաստվածություն, սպառազինության մաքրություն, զինվորին տեսակցության եկած հարբած բարեկամներ։ Այո, ինչպես տեսնում եք, շատ ծանր է եւ հագեցած զինվորականի առօրյան, եւ սա դեռ խաղաղ պայմաններում։ Ասում եմ, ես 8 ժամը պես պերերիվ, ոյ, ես ծետի ունի, կռիվ ենք ոնում։ Մի հատ չխմենք։ Ախա, բա իմ ար չխմենք։ Դորա, լիս մե բաժակ թալենք։ Բաժակ, բաժակ։ Էտա։ Սոմոչան, ողբերջան, գեք հեսա ես քո սիրտը պոչեմ, ես քո լյարդը ուտեմ, ողբերջան, դու ես ռոտի ամենակորքին տղեն ես, ոնց ասեմ ողբեր, կեսա դու իմ հանգերն ես, սաղ սուտ ողբերջան, մոնկության հանգեր, թպրոցի հանգեր, ինստուդի հանգեր, բաուր են էստեղ պայն ուր են, Անչիմ կողքը չեն, դու ես իմ կողքը։ Ինդար խմար, ես օրաչորգում եմ, խմենք, մեր հանգերության կենացի, ես քո սիրտը պոշեմ, ես քո լարդը ուտեմ, ոպ է։ Հելը մի ռոպ է, բայց ես կենաց, ես օրաչորգում եմ, խմենք ոտանք այց։ Խմենք, աղմեր, կեր աղբեր, կեր, Ոյ ես ծեր խերն եմ ունից է, ոնց գյոզալական ընգերոչս թալեցիք պոլին, վապսոս չեր ես տղեն ճոյլ կնաց, Սոմո ճան, ուղորմ է։ Ես քո ցովը տանեմ, ես քո սիրտը պոչեմ։ Սաղ սուտ հակասա։ Քուչի հանգեր։ Կյանքի հանգեր։ Հանգեր մարգո։ Ուր է, ես նեղ պահին, բախի, իմ կողքին չեն։ Դրա համար ես օրաչարգում եմ։ Խմենք մեր հանգերության կենաց, բայց ես կենաց մենք պդի ոտանքայց խմենք։ Աղբեր, առաջարգես եմ եսի նստած խմենք։ Չէ, կյակ հեսա յատ հետ դու իմ մոնու խորը, մեզ կան խարգում ես, պդի ես կենաց մենք ոտանքայց խմենք։ Հել, կել աղբեր, Ոյ ես ծեր խիրնի մոնից է, ես ծեր մայրիկ է,
Գյուզալական ընկերոջս ուստոն բոլի։ Ողբեր ջան, ինչի թողել գնացիր մեր։ Ой, туманы над рекой, выходила на берег Катюша. Եղամ, քանսա դու գիտում ես, որ դու իմ ամենամոտիկ ընկերն ես։ Դու լավ արա փախի, դու ինձ ինչ ընկեր արա։ Բարիստի ասի մոտտախո։ Բարիստի մոտտախո։ Եթե հետախույզները պարտավոր են իմանալ մեր թշնամիների լեզուները, ապա մեր զորամասերի հրամանատարները պարտավոր են իմանալ բոլոր բարբառները, քանի որ իրենց ենթակայության տակ են ծառայում զինվորներ Հայաստանի տարբեր մարզերից։ Սակայն ոչ միշտ է, որ սպաները տիրապետում են բոլոր բարբառների եւ չեն հասկանում զինվորներին, եւ հենց այդ պատճառով զինվորները ոչ այդքան շատ են սիրում իրենց սպաներին։ Համատեք։ Թույլ կտակ, պարոն մայոր։ Բարիներս։ Լստի։ Ավակը։ Գոնե այսօր գիտես ինչ օր է։ Ուվալյատ եմ լինում, պարոն մայոր։ Շաշտորտն մի 20 օր ավալն է տեսել է։ Պրոստը ես որոշեցի իմ վերջի վատությունը քեզ անեմ ու բիլետը տուշ տամ։ Էսա բիլետը, շնորհավոր։ Ավակյան, մեկը արդեն ուվալա տեսել եմ։ Արի ծուռ նստենք ձուզը խոսանք։ Հիշում ես քեզ իշքան վատություններ եմ արել։ Հա, պարոն մայոր, այսօրվա պես հիշում եմ։ Ավակյան, հիշում ես, որ նոր էր մտել զորամաս, եկար շորերդ ստացար, քեզ բացինկեք տվեցի, մեկը 36 համար էր, մյուսը 48, Ավակյան, ապա հիշում ես, որ տանեցիներդ 200 կիլոմետր կտրին եկան հասան չաստ չթողեցին ներս մտնեն քեզ տենան։ Հիշում եմ, պարոն մայոր, հիշում եմ։ Հիշում է, ավակյան, ապա հիշում ես, որ ոտը ջարդել էր սանչաստում պարկած էիր, ֆելշերին ասել էի ցավազրկողի տեղը քեզ լուծողական էր տվել։ Ոնց։ Էդ դու էիր արել, պարոն մայոր։ Ապա ես եմ արել, բա ով է արել։ Հիշում ես ինչ օրն էիր ընկել։ Ապա ես իշկրիս գադայում է։ Ատենում ես է ծարայությունից ինչ էր ունես հիշելու։ Ենակ էդ չի, պարոն մայոր։ Ես դաժե հիշում եմ, որ սուպեր կլե էիր քսել տուրնիկին, կախվեցի ու տենց 2 օր կախված մնացի։ Այդ մեկը ես չէի հիշում է։
Էդ ինչ լավ բան նշացրիր։ Բայց ես զարմանում եմ քո վրա, դու ոնց ես իմ ձեռը այդքան դիմացել։ Ասա, որ ամբողջ կյանքդ ինձ հիշելու ես։ Հիշելու եմ, պարոն մայոր, հիշելու եմ։ Հիշելու է։ Բայց ես համոզված եմ, որ դու աբիշնիկ ամբողջ կյանքդ ինձ ես ման գալու։ Ու եթե դաժե ինձ ման գասու չգտնես, մեռնելուց հետո էլ ելնի, գալու ես գերեզմանս գտնես ու թքես գերեզմանա քարիս։ Մի րոպե, պարոն մայոր, ես հասկացա, որ շատ համբերատար եմ, բայց քո գերեզմանին թքելու համար ես այդքան հերթ կայնողը չեմ։ Հրամանատար լինելու համար բացի վերոհիշյալ հատկություններից պետք է ունենալ անսահման համբերություն, որպեսզի դիմակայել ժամկետային զինծառայողների անմարդկային արարքներին։ Օրինակ, քանի անգամ է պետք 18-ամյա երիտասարդին բացատրել, որ պետք է պարտադիր ուտելուց առաջ ձեռքերը լվանալ, կամ չի կարելի գողանալ այն կերոջ հագած գուլպաները, կամ հակահիգիենիկ է 10 հոգով օգտվել նույն խոզանակից, չի կարելի ծնողների կողմից ուղարկված տուլիկը ուտել շարքում կանգնած, չի կարելի ծխել ֆիս պատրաստման պարապմունքի ժամանակ, եւ այլն, եւ այլն։ Վարդենյան ուրը։ Տեղակամանձի։ Վարդենյան, 50 փորի պրես, գնաց։ Բայց ինչի կամանձի։ Հրամանը կատարի։ Արյակ, ավելի արյակ։ Գնաց։ Վիրկած, իսկ հիմա Վարդանյան, գնում ես վազելով, հակագազը ստանում ես ու գալիս ես պլացի կրուգը վազում ես 44 կրուգ։ Шагает солнце под бульваром, сегодня солнце влюблено, и на ходу влюбленным паром улыбается оно, и ветерок поет недаром, и день сияет голубой, ведь я шагаю по бульварам, на свидание с тобой. Я живу мечтой одной, ты моей мечтою стала ты моей мечтой. Իսկ հիմա Վարդանյան, հենում պարկած դիր կընդունել 170 ջիմ։ Բայց ինչի կամանդիր։ Հրամանը կատարի։ Մեկ, երկու, երեք, չորս, 47, 48, Հարյոթասուն, կողնիր։ Իսկ հիմա Վարդանյան, Պապլաստունսկի, գնաց։ Բայց ինչի կամանդիր։ Շատ ես հարցեր տալիս Վարդանյան, հրամանը կատարի։ Լսում եմ։
Վարդանյան, քեզ ուզում մի հատ էլ դագանյա տանես։ Չէ, կամանդիր։ Էլ վրես հալ չկաց, հավը տանեմ չեմ կարում է։ Հաստատ։ Հաստատ։ Լավ, դե որ տենց է քեզ ուվալնի եմ տալիս։ Կարաս դուրս գաս չաստիս քո համար գնաս ֆրֆրաս։ Չէ, կամանդիր ջան, չեմ ուզում ոչ մի ուվալելի։ Եթե ուզում ես ինձ լավություն անես, թող գնամ կազարմա մի քիչ հանգստանամ, էլի խնդրում եմ, կամանդիր, չեմ կարում է։ Լավ, դու գիտես։ Եկեք սրան հավաքեք տարեք։ Ալիո, կնիկ, ես այսօր հերթապահության եմ, չեմ կարա գամ տուն։ Հա, հաստատ չեմ գալու։ Մուֆթա ես ուրախանում, կնիկ, Վարդանյանին սպանես, ենի այսօր հաստատ չի կարա քո մոտ գա։ Սիրելի ժամկետային զինծառայողներ, եթե դուք չեք ուզում արժանանալ ձեր հրամանատարների կշտամբանքին, ապա հետևեք պրոֆեսոր Գևորգյանի խորհուրդներին։ Ողջույն, ես պրոֆեսոր Գևորգյանն եմ։ Այսօր կփորձեմ օգնել այն երիտասարդներին, ովքեր դպրոցում ռազմագիտության դասերին չմասնակցելու պատճառով դժվարանում են ընտելանալ բանակային կյանքին։ Հարգելի նորակոչիկներ, նախ եւ առաջ շատ կարևոր է ենթարկվել բանակի կանոնակարգին, որի բաղկացուցիչ մասն է կազմում բարձրաստիճան սպային պատվի առնելու կարգը։ Սպայի կողքով անցնելիս շատ կարևոր է ճիշտ պատվի առնելը։ Ողջույն պարոն մայոր։ Monsieur Վախշան։ Բարի օր ձեզ։ Ապե ծխելու կա մոտդ։ Ֆիլտրելներ ված չլինի։ Յուրաքանչյուր զինվորի երազանքն է տանեցիներից կարոտն առնելը։ Գոյություն ունի կարոտն առնելու երկու եղանակ՝ գնալ արձակուրդ եւ խոսել հեռախոսով։ Քանի որ նորակոչիկների դեպքում առաջին տարբերակը բացառվում է, ապա մնում է միայն տանեցիների հետ շփվել հեռախոսով։ Պապ ջան, ստե սաղ տոշնյա, ցենդրա, սաղորը խումբար են քաղում։ Դո չէ մամ նասկի պետ չերեք եմ գողցե։ Պապ, 200 լիտր բենզին կա, կարանք խուրդենք։ Պապ, են ավտոմատը, որ ուղարկել էի հասա։ Պապ, մերկու յաշիկ արաղ եղած ինչ ախրգեք խմենք էլի։ Պապ, ոբշում ինձ չի հետաքրքրում։ Հեռախոսս մի 120,000-ի լիցքավոր եք։ Տա ջան, բա երբ ես մեռնում մի հատ թորդ օտպուս գա։ Մամ ջան, ստե հեռախոս չի կարելի պահել, ես վաղը հեռախոսը հետ կուղարկեմ։ Հարգելի նորակոչիկներ, եթե դուք հետևեք իմ խորհուրդներին, ապա շատ շուտով ձեր ուսերին կհայտնվեն հրամանատարական ուսադիրներ։ Դառնալով հրամանատար, դուք պատասխանատվություն կկրեք ձեր ենթակայության տակ գտնվող զինվորների ծառայության համար։ Իսկ եթե ձեր ենթական թերացել է ծառայության մեջ, ապա նրան պատժելու համար պետք է ընտրել ճիշտ մեթոդ։ Արա զինվոր, էսը չէ չես թրաշվել, արա։ Երկու ժամից գալիս եմ։ Ստե ոտի հետ եղավ,
Ֆու։ Շիշլյանը։ Մատրետ պայի։ Լավարա։ Պայի։ Պայլը։ Լավարա։ Ախ քեզ, էլի կանես։ Ախ քեզ։ Զինվոր, հլես երկար փեդը տուր։ Հանգստած եղեք։ Էս ամիս զրկվար, շոկոլադերես չես տենալու։ Էնում պարկած դիրք ընդունիր։ 1, 2, 3, 4, 1, 2, հլը մի րոպե։ Հարգելի զինվորներ, եթե դուք հետևեք իմ խորհուրդներին, ապա ձեր ծառայությունը կընթանա թեթև եւ աննկատ։ Հուսով եմ կարողացա օգնական լինել ձեզ։ Եվ եթե դա այդպես է, ապա հիշեք, որ ձեր բանակի քեֆը հարբած հարամանողներից մեկն էլ կարող է լինել պրոֆեսոր Գևորգյանը։ Չմոռանաք ինձ։ Այսօրվա համար այսքանը։ Եվ վերջում ուզում եմ ավելացնել, չի կարելի հաղթել այն զինվորականներին, ովքեր չեն վախում իրենց մի քանի անգամ շատ գերազանցող զորաբանակներից, պայքարել հարբած փղերի դեմ եւ քոչարի պարել Ռեյխստագի վրա։ Հաջողություն։